Այսօր Սուրբ Աստծո առաջ ես հաստատում եմ մեր ամուսնական ուխտը։ Ես ընդունում եմ քեզ ինչպես իմ միակ կին և խոստովանում եմ լինել քեզ հավատարիմ ամբողջ կյանքումս։ Ես որոշում եմ կայացնում լինել քեզ համար այն ամուսինը, ինչպես դու ես կանոն։ Ամուսին Աստծո կերպարանքով ես միշտ կլինեմ քեզ հետ և ուրախության և տխրության ժամանակ։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Հաստատում եմ մեր ամուսնական ուխտը։ Ես ընդունում եմ քեզ ինչպես իմ միակ ամուսին և խոստանում եմ լինել քեզ հավատարիմ ամբողջ կյանքում։ Ես որոշում եմ կայացնում լինել քեզ համար այն կինը, ինչպես դու ես անում։ Կին Աստծո կերպարանքով ես միշտ կլինեմ քեզ հետ և ուրախության և տխրության ժամանակ։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Մեր թանկագին նորապսակներին, մեր թագավորին և թագուհուն Հայկ և Լիլիա Shut off the lights, close the door. Rest your sweet head. Lay your body down upon the bed. 'Cause I've been waiting all day for the night. And I don't care if it's wrong or if it's right. It's worth it all in the end of the morning light. Darling, be still. I love you like nobody ever will. So take your precious time. Hold me in your arms, look into my eyes. 'Cause I've been waiting all day for the night. And I don't care. Ժողովուրդ ջան, գնում ենք հավորի հետևից։ Մեր գործերին հաջողություն, մեր բարի ճանապարհ, որ հետ կան մեր քննությունը շարունակենք։ Հաջողություն է անի։ Հաջողությունների ձեր կենացնի մեր երեխանցը բարի բախտ է ունի, երեք։ Մեր խաղորությունները թողել կարվի, խաղորջան, խաղորագին ջան,
Սրբություն եք Ես հասկացա։ մեր օջախը թողել գալու ձերքավորությունը բարեկամություններ գալու լավ բարեկամություն անենք, լավ բարեկամություն, լավ հարազատ լավ ու բանի ձեր կենասն Ես ասելով բոլոր պեսաների կենասն առողջ ես Այդքան ուրախություն, երջանկություն հաջողություն ամենակարևորը մեծերի լսող եղնի, վсё քու սրբացածով ես աղբեր Աստված թող ձեր սրտով ձեզ տա Ժողովուրդ ջան, աշնես դուրս ելի, գնում ենք մեր թանկարժեք հարսիկի մոտ, հարսին ընդունելու տեսայի հետ, չէ, այդենց հարսչություն, չէ, մեզ բարի ճանապարհ, Աշկերս դուրս եղնի աշնես դուրս ելնի, լավալնի, ուրախ լնի, հաջողություն ելնի, Այդպես չի մայրա։ լավն ու բարի։ Այդպես չի։ Ախպերս, հանձնում եմ իմ թուրը քեզ, որ այսօրվա օրը լավ ղեկավար ես, նայի թուրը ոչ մեկ չտան։ Խնդրում
is the day that the Lord hath made, and I'm so glad He made you. With each rising sun, you are here by my side. You are more than a dream. I will rejoice with you. This is the love that the Lord hath made, that you and I, we are one. Love's mystery is unfolding today, written for us in the sun. Oh, for better, for worse, for rich or for poor, each day that passes, I love you more. This is the day that the Lord hath made. Բարի Բարի բաղ, բախտավոր զույգերներ, Կանանց ճամփորդի, բրավո։ հաջողություն։ Կանանց ճանապարհ ամենալավն ու բարին ցեզի։ Ով ասֆալտ ծերսերով կեզի։ Մեզերի հարկով է ունի, դասով է ունի, ամենակարևորը նախագծը։ Ասուկան կողմիչով է։ Բադի վարկան, ով ջան։ Բարիվաներ ջան։ Ձեր կենացը, ձեզի բարի բա։ Հայկո ջան, դու ախտեն ուսեցի ախտեր ես, ասի շնորհանքը քուքովդ շատ է, դու մեծ պատասխանատվություն ունիս, որպես հայ ազգ, որպես հայ ազգի ներկայացուցիչ ախտեր ես, Աստված քեզի բարի բախտեն է մեր երեխի հետ, մեր ցանկանամ ախտերը սառ ու զավակներ, ցանկանամ գորա միշտ ձեր շրջանն կանաչյանի, մենք էլ ձեզնից ինչքան կրնանք համոհոտ ստանանք որպես մեր ազգի ներկայացուցիչներ ու մենք կրնանք պատասխանատվություն վերցնենք մեր վրա, ինչն որ մեզնից կախված է, ախտորս գիտեցի ամեն ինչով ահան այսման ախտորությունով մենք կփոխել ենք, եթե ինչ-որ կյանքում ունեցել ես դժվարություն, գիտեցի այսօր արդեն քո դժվարությունը մենակ քո չէ, ես էլի կրնամ որպես համ Լիլիային ախպեր, համ որպես Լիլիային ծնող, համ որպես Լիլիային ներկայացուցիչ, էլի ես եմ երես պատասխանատվություն կվերցնեմ ախպերից։ Ես ասուց խնդրեմ որ այդ ճանապարհի հերթությունը սկսվի ասու գործունեությունով ախպերս, ու գիտեցի մենք ախպերությունով կանոնազենք քո ճանապարհի հերթության տոներ ախպերս, ձեզի բարի բաղ, ձեզի երջանիկ կյանք ախպերս, մեր բարձի ծերանա։ Բախտավոր զույգերն են, Բարի վայրում զույգերն են բախտել։ Աղջան Բարի բաղ ախպերս, երջանքուն ձեզի կավրդազույգերն բախտավոր մեր սրտով, մեր ուղղով ասեր ջան, կանանց ճանապարհ։
Այսօրվա դրությամբ ամենամեծ ուրախությունը առաջնահերթ քո գտե դու մարդ ցանկանամ որ քո բարի մաղթումները երեխան շուները կենացան մենք էլ քեզին պատասխան բարձրացան մենակը սա ծորնս Ոնց որ քուտնովը քեզի ցանկացավ ախտերս ես էլ նույն հաջողությամբ կրնամ որպես ծնող քեզի ցանկանամ գիտենամ որ իրավունք ունի ուրիշ ծերին մտածելու Աստծո օգնությամբ, Աստծո թույլատրությամբ ձեզ բարի բար կրնամ ատուշի սեմոր ես ձեր երկուսի կենացն եմ խնամ ձեր միասնության կենացը որ Աստված թույլ է տվել ձեր միասնություն կրամ աղբրավարել ձերս տնեմ օգուտ դիդեցի 4 տվու երեմ 5-րդն էլ սպասում Աստված ձեզի միությունը երջանկությունը թող որպես հայ զավակ ասելս պարգևի ինչ որ Աստված է կամենում ինչ որ դուք կրնակ ստեղծեք Աստծո օգնությամբ ձեր կենացը Elite, penatına penamlayacağım. Arroçuklu kavuşa. Tez urakuçun erikten fazla sezer gerçek bizim enamın ermaz varız sezer verir. Anı çok canım. Papa, personele mele yes zeros kapun deri bastu heşpan Sen benden artık pesne parene bahçe çavatta. Հայ Ջանզերքեն ասում նախանձելի զույգերել եք ինքան ուրախել եք որ մենք դրանով բախշը ուրախել եք միշտես հիշենք լավն ու բարին եք ձեր սրդուզացով սենց տար որ որոշվեց սենց բդիլ ուրեմն սենց եղավ լավ եք ինքան ուրախել եք որ մենք դրանով ուրախու երջանիկ ենք ձեր կենացը ցավոք Anı şart Երեք հայք ջան, ձեր կենաց, Լիլա ջան, ձեր կենաց, ձեզի կանանք ճանապարհ, ամենակարևոր, ամենալավն ու բարին։ Թող Աստված ձեր սերդով ձեզի տա։ Ժողովուրդ ջան, սիքամ եմ երեխանց կենացը, երտանք եկեղեցի ու շարունակենք մեր ուրախությունը, ձեր ցավը։ Երեք, ձեզի միշտ կանանք ճանապարհ են։ Anı şart
Գիտեք, երբ որ Աստված ստեղծեց ընտանիքը, գոյություն չուներ ազգություններ, գոյություն չուներ պետություններ, կառավարություններ, անգամ եկեղեցին գոյություն չուներ։ Բայց ընտանիքը գոյություն ուներ։ Ընտանիքի հեղինակը հենց ինքը Աստվածն է։ Ամեն։ Ամենաառաջի կառույցը, որ եղավ երկրագնդի վրա, դա ընտանիքն էր։ Փառաբանության թիմը ձեզ համար մի լավ երգ պատրաստել, բայց մինչև երգը ուզում եմ հայր մեր աղոթքով, մեր տերնական աղոթքով սկսենք։ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո արդարությունը կա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրից վրա։ Մեր ամենօրվա հացը տուր մեզ այսօր, եւ ների մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտավորներին, ու մեզ փորձության մի տանիր, հապաճառից մեզ ազատիր, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը եւ ողջ փառքը Հավիտենը Սաղավենից եւ բոլորս ասեցին ամեն։ Փառք Աստծուն։ Սա ձեր ուները եկեղեցու կողմից։
առաջի օրվանից Աստված փառավորում է ձեր կյանքը։ Եվ թող այդպես փառավորվի իր կյանքի, ձեր կյանքի բոլոր օրերին իր ներկայությունը, իր քնքուշ ձեռքը լինի ձեր ամեն մեկի վրա։ Գիտեք, ծննդոց գիրքը ասում է, Աստված ստեղծեց Ադամին, մեր դեպքում Այդին։ Առաջինը Աստված ստեղծեց տղամարդուն, հետո տղամարդը տխուր էր, շատ տխուր էր, չնայած երկրի երկրագնդի տիրակալներ, ամեն կենդանական բուսական և ռեսուրսներ այս երկրի իր ձեռքի տակ էին, բայց երջանիկ չէր։ Աստված ասեց, լավ չի, եկեք իր համար մի հատ էլ հարմար, օգնական իրեն ստեղծենք, որ ինքը երջանիկ լինի։ Մարդը առանց կնոջ, ինքը ուրախ չի լինի։ Դրա համար, երբ որ Ադամի ստեղծել էր, անձամբ ինքը շփվում էր Ադամը անձամբ էր լսում Աստծո ձայնը, բայց միևնույնն է ուրախությունը կատարյալ չէր։ Ունեց ստացվում, որ ծնվեց Հայկը։ Ուրա մեր ծովինան համեցեք։ Ձեր տանը լույս վարեց, ուրախություն էր։ Ես քեզ կարամ օգնեմ զաժակալքի հարցով, որ ձեր տան լույսը վարեց։ Այո։ Այս լույս իր համար ուրախանում էր, մեծանում էր, ամեն կարիքներ հոգվում էր իր համար։ Հետո նենց ստացվա, որ այլից մի օր եկաց իր ընկուրք։ Քանի որ ճամբար էր եկել, իր ճամբարը ավարտվեց, ինքը գնաց իր Մոսկվա։ Բայց երբ որ գնաց, հասկացավ, որ մի բան կորցրել է, ինչ որ մի բան պակաս է, ինչ որ մի բան չի երիքում կատարյալ ուրախության համար։ Շատ արագ տոմսերը արավ, հետ եկավ։ Ու երբ որ եկավ, հայտնաբերեց, որ իր սիրտն էր կորցրել։ Եկավ ու գտավ իր սրտին, ու այդ ժամանակ Աստված գիտեր այդ ամեն ինչը։ Ի սկզբանե դրա համար նախատեսել էր Եվային, այսինքն մեր դեպքում Լիլիային։ Դրա համար Մատթեոսյանների ու Ամայլաչյան մոտեցի, ձեր տանն է մի լույս վարեց։ Ձեր ուրախության կենտրոնում էր։ Ես ունեմ և տղար, և աղջիկ, գիտեմ աղջիկա ուրախությունը, որ ինքը շատ պահանջում ուշադրություն։ Այս լույսերը ամեն մեկ իր համար, մեծանում էր մինչև այն օրը, մինչև Աստված ասեց մի հատ Հայկի վրա խորը քուն բերեմ ու իր կողի ոսկորից իրան հարմար օգնական շինը։ Ու երբ որ Հայկը Լիլիային տեսավ, ասեց այսա ուրիշ բան, ոսկորային ոսկորից, մարմինային մարմինից, սա ինքը կոչվի։ Մի անգամից սիրահարվեց, էլ աշխին ոչ մի բան չեր իրաց։ Հետպես ա։ Համեստ եք շատ։ Լավ, ծննդոց գրքից մի տեղ կարտեմ, ասում դրա համար հայրը կամ մայրը կթողի կմիանա իր կնոջը և մեկ մարմին կնես։ Գիտես, Աստծո խոսքը ասում է կթողես հորմի մորդ կմիանաս կնոջը, կհարես կնոջը և երկուսը մեկ կկոչվեն։ Աստծո մաթեմատիկան մերինի հետ չի, տարբերվում է և երկուսը մեկ եք դառնում այսօր։ Էլ Աստծո մոտ դուք երկուսը չեք, մեկ եք, մեկ նպատակ, մեկ տեսիք, մեկ ծրագրեր և ընտանիքին օգուտ լինող ծրագրեր ու նպատակներ։ Դրա համար շատ լավ է ծնողները, դուք ձեր լույսը վարեցիք։ Շատ լավ է ծնողները խորհուրդ կտան, իրենց անցած ճանապարհը ձեզ կասեն, բայց շատ ժամանակ նայես, ժամանակները նույնիսկ փոխվել, որ միգուցե օգուտն էլ կարող է օգնի, կարող է չօգնի։ Բայց Աստված ձեզ միացնող կապը ձեր հետ ալիները Սուրբ Հոգի, երբ որ դիմեք, ինքը հաստատ ամեն ժամանակների մեջ ակտուալ է այսպիսի բարօգնականություն, ինքը գիտի ձեզ ոնց օգնի, ինքը գիտի ձեր գտնվող իրավիճակից ոնց դուրս հանի։ Դրա համար լավ կլինի, որ դիմեք Աստծուն ամեն հարցի հետ կապված։ Ուզում եմ մի փոքր բան։ Միայն Աստված է, որ կլինի ձեր կողքին, որպես որ ձեզ օգնի, կառուցի քրիստոնեական ընտանիք, որովհետև բոլոր դժվարությունների լուծումն ու խնդիրները հաղթահարելու համար նա ձեր կողքին է։ Ինքը գիտի քո սիրտը,
ինքը գիտի քեզ ոնց խոսի, որ դու հասկանաս։ Ինքը գիտի քեզ ոնց համոզի, այսպես ասեմ, որ դու փոխվես, քո իրավիճակը փոխվի։ Դրա համար շատ լավ է, որ ձեր ընտանիքի կառույցի հիմքը լինի Քրիստոսը։ Գրված է, որ դրանից ավելի լավ հիմք չկա, չի կարող լինի։ Երկինքը շարժվել է, եւ ով որ հիմքի վրա չի կառուցել իր տունը, քանդվել է։ Ոնց որ ուրախ եք։ Մտածում եք երբեք տեսնեմ։ Սա գնալով մարմնավոր կերակուրներ ուտեք, եկեք ստեղ հոգևոր կերակուրներ եք, հետո նոր գնացեք մարմնավորի հետևից։ Ամեն։ Ուզում եմ միտեղ ձեր համար կարտամ, հետո ձեր որոշումը։ Այսօր միությունով դուք դառնում եք մեկ, եւ որպեսզի բոլորը իմանան, որ այս ամենը փոխադարձ համաձայնությամբ է, անհրաժեշտ է Աստծո վկաների ներկայությամբ հայտարարել ձեր անկեղծ մտադրության մասին։ Նա պարտադիր է, որ այսօր դուք պետք է հռչակեք եւ հոգեվոր աշխարհում եւ մարմնավոր աշխարհում, որ դուք այսօր դառնում եք մեկ ընտանիք։ Ուզում եմ միտեղից կարդամ Հայկ ջան քո համար։ Երբ երկոց գրքից եմ կարդում, ինչպես Շուշանն է փշերի մեջ, այնպես էլ իմ սիրուհին աղջիկերքանց մեջ։ Լավ է։ Ուզում եմ մեկնենք։ Հայկ, ընդունում ես դու լինել որպես օրինական կին, ապրելու նրա հետ Աստծո սահմանված սուրբ ամուսնությունով, սիրելով ու հոգ տանելով նրա համար, հրաժարվելով մյուս կանանցից, քեզ պահելով միայն նրա համար։ Եթե համաձայն ես հաստատի քո որոշումը Աստծո եւ վկաների առաջ այս խոսքերով, այո, խոստովանում եմ։ Շատ լավ, Լիլիա ջան, քեզ համար եմ կարդում նորից երկրորդից հաջորդ խոսքը։ Ինչպես խնձորենին է անտառի ծառների մեջ, այնպես էլ իմ սիրեկանը տղերանց մեջ։ Լիլիա, ընդունում ես, դու Հայկի որպես օրինական ամուսին, ապրելու նրա հետ Աստծո սահմանված սուրբ ամուսնությունով, սիրելու ու հոգ տանելու նրա համար, հրաժարվելով մյուս տղամարդկանցից, քեզ պահել միայն նրա համար, եթե համաձայն ես հաստատի քո որոշումը Աստծո եւ վկաների առաջ այս խոսքերով, այո, խոստովանում եմ։ Ամեն։ Մենք համոզվեցինք, որ իրար չենք ստիպել, չէ՞, ոչ մենք։ Իրականից ընտանիքը դա ուխտ է, որ մենք այսօր կապում ենք Աստծո եւ վկաների առաջ։ Այդ ուխտը դրսևորվում է նշաններից մատանիների փոխանակման, ընդհանուր ազգանուն, նաեւ հավաստության երթում։ Ուխտը դրժել չի կարելի։ Գիտեք, ինչպես հավատքն է, մի անգամ գալիս ենք Աստծուն, Քրիստոսին ասեցինք այո, ու դա մինչև մեր կյանքի վերջը, նույնպես էլ ընտանիքն է, մեկ անգամ ասում ենք այո եւ մինչև մահը չբաժանի։ Գնում ենք մինչև վերջ։ Ուխտը քանդել չի սիրում։ Աստված ասում ավելի լավ է չուխտես, քան ուխտես ու չանես։ Դե Աստծո խոսքը դուք գիտեք, այսօր շատ չեմ ուզում կարդալ։ Պատրաստ եք դուք ներկա գտնվողների առջև միմյանց հետ ուխտել ձեր միությունը։ Թե սա, եթե համաձայնում ես, պատրաստ եք։ Լիլիա, դու ես պատրաստ։ Շատ լավ, կարդում եմ քեզ համար։ Եփեսացիս 5:25-ը։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցին սիրեց ու իր անձը նրա համար մատնեց։ Այստեղ գրված է ձեր կանանց։ Այսինքն միայն Լիլիայի սիրես ուրիշ ոչ մեկին։ Դա Աստծո խոսքն է, ուրիշ տարբերակ չկա։ Ուզում եմ Լիլիա քո համար կարդամ։ Կանայք, ձեր ամուսիններին հնազանդվեք, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, եւ ինքն է մարմնի փրկիչը, եւ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրանց ամուսիններին, ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Քեզանից հասնում է հնազանդվես, քեզանից պահանջվում է սիրես։ Ինչ որ մեկ ասեց, դե երբ որ ինքը հնազանդվի, ես կսիրեմ։ Ինչ որ մեկն էլ ասում, այ որ սիրի, ես կհնազանդվեմ։ Ես ուզում եմ ձեր տարբերակում ամեն մեկը մյուսին առաջ անցնեք։
թե նա ծանրելու մեջ, թե սիրելու մեջ։ Դուք էստեղ եք։ Մենք եք այստեղ։ Պարկաստին արուք համար։ Հիմա ես ուզում եմ դեմքով կանգնեք դեպի իրար։ Ես ձեզ տանում ձեր երդման արարողության հերթիկները, հա։ Հայկ ջան, սա երևի կոննա, Լիլա ջան, սա կոննա, փոխանցեմ միկրոֆոնը։ Իմ հարգելի, այսօր Սուրբ Աստծո առաջ ես հաստատում եմ մեր ամուսնական ուխտը։ Ես ընդունում եմ քեզ ինչպես իմ միակ կին և խոստովանում եմ լինել քեզ հավատարիմ ամբողջ կյանքումս։ Ես որոշում եմ կայացնում լինել քեզ համար այն ամուսինը, ինչպես դու ես կամենում։ Ամուսին Աստծո կերպարանքով, ես միշտ կլինեմ քեզ հետ և ուրախության և տխրության ժամանակ։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Այսօր Սուրբ Աստծո առաջ ես հաստատում եմ մեր ամուսնական ուխտը։ Ես ընդունում եմ քեզ ինչպես իմ միակ ամուսին և խոստանում եմ լինել քեզ հավատարիմ ամբողջ կյանքով։ Ես որոշում եմ կայացնում լինել քեզ համար այն կինը, ինչպես դու ես կամենում։ Կին Աստծո կերպարանքով, ես միշտ կլինեմ քեզ հետ և ուրախության և տխրության ժամանակ։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Հայկ ու Լիլիա, կապվեցիք Սուրբ միաբանության ուխտով, հռչակելով այս խոստումը Աստծո և Հիսուսի եկեղեցու առաջ, տալով միմյանց հավատարմության երդում, մատանիների փոխադրության և ձեռքերի միաբանության։ Այս հիմքի վրա հայտարարում եմ ձեզ ամուսին և կին Հայ Աստծո և Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու անունով։ Ամեն։ Հիմա մոտեցեք ամեն մեկը ձեր մոմը վերցրեք և վարեք մի հատ մեջտեղի այս մոմը։ Ես հասկացա քեզ։ Դուք էլ երկուսը չեք։ Հարականցնեք առանձինները։ Շատ լավ, ես ուզում եմ աղոթեմ և այդ հիմքի վրա դուք հռչակվեցիք ամուսին և կին։ Ես ուզում եմ աղոթեմ ձեր համար, հետո մենք ձեզ կփոխանցենք վկայագիրը եկեղեցուց, ու արդեն կարող են ծնողները, հարազատները, բարեկամները, ընկերները բոլորը մոտենան ձեզ շնորհավորել։ Լավ, Արսեն ջան, խնդրեմ։ Հայր, շնորհակալ ենք այս զույգերի համար, Տեր, որ դու միացնում ես երկուսին մեկ ես անում, Տեր։ Շնորհակալ ենք Սուրբ Աստված, որ քո կատարյալ կամքը կատարվի իրանց կյանքում, Տեր, որ իրանք լույս լինեն այս աշխարհի մեջ, Տեր։ Ողանում ենք ևս մեկ ընտանիքի համար, որ ստեղծվեց այս երկրագնդի վրա, Տեր, որի հիմքը դու ես դնում։ Ուզում ենք օրհնենք իրանց քո մեծ ու սուրբ անունով, թող քո աստվածային օրհնությունը լիովին կատարվի իրանց կյանքի մեջ, Տեր։ Մենք օրհնում ենք իրանց օրը, իրանց տարիները և իրանց հետագա ամբողջ ընթացքը Հիսուս Քրիստոսի անունով, թող քո կատարյալ օրհնությունը գա ու հասնի իրանց, լրացնելով ամեն դատարկ տեղեր, լցնելով ամեն ծախոցկեր, որ իրանց երջանկությունը կատարյալ լինի Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք ունենք վկայագիր ձեզ համար, այստեղ գրված է Հայկ Այվազյան, ծնված 25 սեպտեմբերի 97 թիվ, ճիշտ է, քաղաք Սպիտակ։ 12 օգոստոսի 2000 թվականին քաղաքարտիկ Լիլիա Մաթևոսյան, ճիշտ է։
Այո, ես ստորագրում եմ, որ այսօրը ձեր միաբանության օրն է։ Եվ այստեղ ժողովից մի կիրք տեղադրված ժողովուրդ գրքից 4-ի 9-րդ խոսքը «Двое лучше, нежели одному». Поэтому, что у них есть добрые вознаграждения труда их. Սա ձեզ պահեք ձեր հիշատակի համար, կարող եք վերցնել։ Ձեր ուղտի մասին խոսմա ձեր մատանները, նկատել եք ձեր մատանները ինչ ձեր է։ Իրանք կլոր են, իրանք չունեն սկիզբ, չունեն վերջ։ Ձեր միատեղ ընտանեկան կյանքը սկսված է չունի վերջ։ Դա կխոսա ամեն օր ձեր հետ։ Կարող եք մոտենալ, շնորհավորել հարազատներ, բարեկամներ, ընկերներ, հայրենիներ։
Բարի երեկո, հարգելի հյուրեր, հարգելի բարեկամներ, հարգելի հարգարժան հարազատներ։ Այսօր բոլորս հավաքվել ենք այս գեղեցիկ դահլիճում, որպեսզի լինենք ներկան, ականատեսը եւ վկան երկու սիրող սրտերի միաձուլմանը։ Այսօր մարտի 15-ն է 2022 թվականն եւ բոլորս միասին մի լավ կեֆ ենք անելու, ուրախանալու եւ իհարկե Ես ուզում եմ բոլորին շնորհավորել այսօրվա կապակցությամբ եւ ասել աշկերտս լույս լինի, որովհետեւ այսօր ձևավորվում է մի նոր հայկական ընտանիք, այսօր ձևավորվում է մի նոր հայկական օջախ, որը մեր հայրից ապագայի հիմքն է եւ մեր ուրախությունը։ Եվ այս պայից սկսած բոլորս միասին մի մարդու պես կազմակերպենք մի գեղեցիկ երեկո, նվիրենք մեր թանկագին նորապսակներին եւ ինքներս մեզ։ Դե ինչ, արդեն բոլորդ կրայացիք, որ բոլորը արդեն դահլիճում են, բայց այսօրվա ամենակարևոր մարդիկ ովքեր պիտի լինեն այս մեր գեղեցիկ խնջույքի կարևոր տերերում, գլխավոր տերերում դեռ դահլիճում չեն։ Ես խնդրեի բոլորս միասին բարձր տրամադրությամբ ձեր ծափողջունների ներքո դիմավորենք մեր այսօրվա հասանյաց հանդեսի գլխավոր մարդկանց։ Եվ ես ուզում եմ դահլիճ հրավիրել մեր թանկագին Պեսայի Հայկի ծնողներին Լավրենտ եւ Ծովինար, դիմավորեք։ Ձեր ծափարությունները։ Ժողովրդյան նորից ծափարություններով խնդրում եմ դիմավորեք մեր թանկագին Հարսիկի մամային Ամալիա Մատևոսյան։ Սիրելի ծնողներ, ողջունում եմ ձեզ եւ ասում աչքերդ լույս լինի, որովհետեւ այսօր կատարվեց ձեր կյանքի ամենակարևոր, ամենամեծ ու շատ սպասված երջանկության օրերից մեկը։ Այսօր դուք ամուսնացնում եք ձեր զավակներին։ Աչքերդ լույս, ամենալավն ու բարին ձեզ։ Ժողովրդյան միած ծափարենք ծնողներին։ Հարգելի հյուրեր, հարգելի բարեկամներ, ծափողջունների ներքո հրավիրում ենք դահլիճ մեր այսօրվա ազապին եւ հասնակրոջը Լենդրուշև Մարիամ։ Շնորհակալություն ծափարությունների համար եւ իհարկե ինչ հարսանիք, ինչ կնունք առանց քավորի հրավիրում ենք տալիս մեր հարգարժան քավորին եւ քավոր տիկնոջը Արա եւ Սաթենիկ Մեդեսյաններ, դիմավորեք։ Քավորջան, պաշտոնը շնորհավոր, խաչդել զորավոր, ամենալավն ու բարին քեզ։ Ինչ հարգելի բարեկամներ, հարգելի հյուրեր, հարգելի հարազատներ, խնդրեի բոլորս միասին ոտնկած դիմավորենք մեր թանկագին նորապսակներին, մեր թագավորին եւ թագուհուն Հայկ եւ Լիլիա, դիմավորեք։
Եվ իհարկե ոնց ընդուված է մեր հայկական օժախներում սկիզբուր մայրիկը հայկական ավանդական լավաշներով աղ ու հացով դիմավորում է հարսին եւ փեսային Շնորհակալություն ծափարությունների համար, շնորհակալություն սկիզբուր մայրիկինես գեղեցիկ իհարկե բայի համար, որ աղ ու հացով ու քաղցրով դիմավորում է իրեն զավակներին, իրեն օջախում։ Հարկելի հյուրեր, հարկելի բարեկամներ, եւ իհարկե նորից ես խնդրեի ձեր ծափարությունները, որովհետեւ ոնց ընդունված է մեր հայկական օջախներում, հավանդական օջախներում եւ ընդհանրապես ոնց ընդունված է հարսանիքներում ձեր ծավոշումների ներքո մեր թանկագին հարսն ու փեսեն իրենց առաջին ամուսնական տանգոն կմատուցեն ձեզ ձեր ծավոշումների ներքո Սերես միշտ երազել եմ որ գտնեմ քեզ Բախտս բերել է որ կյանքում տեսա քեզ Դու ես որ միշտ կողքիս արթնանալու հասկանալու ես Սիրտս ընտրել է միայն քեզ Իմը այսօր դարձար դու իմը Չունի ոչ ոք հոգինը Դու ես իմ առաջին ու վերջինը Իմը այսօր դարձար դու իմը Չունի ոչ ոք հոգինը Դու ես իմ առաջին ու վերջինը Այսօր դարձար դու իմը, շունի ոչ ոք հոգինը, դու ես իմ առաջին ու վերջինը Իմը, այսօր դարձար դու իմը, շունի ոչ ոք հոգինը, դու ես իմ առաջին ու վերջինը Կյանքս, հենց դու ես որ փոխել ես կյանքս Այնքան որ սիրտս հանեմ տամ քեզ Տերը ամուր կապել է մեր սրտերը ու ինձ դարձրել աշխարհի տերը Սրտիս կամքով ընտրել եմ քեզ Իմը այսօր դարձար դու իմը չունի ոչ ոք հոգինը դու ես իմ առաջին ու վերջինը Իմը այսօր դարձար դու իմը չունի ոչ ոք հոգինը դու ես իմ առաջին ու վերջինը Իմը այսօր դարձար դու իմը չունի ոչ ոք հոգինը դու ես իմ առաջին
Սափարությունները ժողովրդյանը մեր նորախսակների համար Չունի ոչ ոգոգինը Դու ես իմ առաջին ու վերջինը Իմը այսօր դարձար դու իմը Չունի ոչ ոգոգինը Դու ես իմ առաջին ու վերջինը Իմը այսօր դարձար դու իմը Չունի ոչ ոգոգինը Դու ես իմ առաջին ու վերջինը Շնորհակալություն ժողովրդյան, շնորհակալություն սափարությունների համար, նորից ու նորից ձեր սափարությունները մեր թանկագին նորապսակներին, նորից աչքերդ լույս, երջանկություն, սեր, ամենալավն ու բարին ձեզ, խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղերը։